Մենք չենք ուզում մարդուն թողնել սոցիալական այն վատ վիճակում, որը տարիներով եղել է։ Ես պետք է անդրադառնամ ինձ համար թերևս արատավոր Փարոս համակարգին։ Ինքս Շիրակի մարզից եմ, Գյումրիից եմ, որտեղ ինչպես գիտեք աղքատության ամենաբարձր տոկոսն է։ Դա թերևս երկրաշարժից հետո ստացված ժառանգություն է, երբ մարդուն դրեցին կախվածության մեջ, երբ տվեցին այդ անապահովության նպաստ ասվածը և մարդուն ստիպեցին 1-2 կիլոգրամ ոսպ, ալյուր և մնացածը ստանալ և որևէ կերպ չմղել աշխատանքի։ Գիտեք ինչու, որովհետև երբ որ մարդը փորձ էր կատարում աղքատության ճիրաններից դուրս գալ, նպաստը կտրում էին։ Իսկ ինչպես էին ստանում նպաստ, դա մեկ այլ էպոպեա է, ցավոք սրտի խորը կսկիծով արձանագրում եմ, որ մեր գործընկերները այստեղ դալիճում չէ, 1-2 բան կուզեի հիշեցնել իրենց կառավարման տարիներից ինչպես է եղել և մարդկանց անապահովության նպաստ ինչպես է նշանակվել, ինչպես է տեղի ունեցել այդ գործընթացը, մասնավորապես քաղաքացիներին ինչ է հրամցրել, թե քանի ամսվա նպաստը պետք է թողնեին, որ իրենք ունենային կարգավիճակ, հաշմանդամություն ունեցող մարդուն քանի անգամ պետք է տանեին, բերեին, որպեսզի կարգ նշանակեին։ Այժմ այդ համակարգը թվայնացված է և ընտանիքի անապահովության գնահատման համակարգը, որը գիտեք փորձնական պիլոտային ներդրվեց 2 մարզերում, իսկ այս տարվա հուլիս ամսից արդեն ամբողջ Հայաստանում, փոխում է փիլիսոփայությունը։ Մենք մարդուն չենք ուզում թողնել կարիքի մեջ, այլ փորձում ենք ակտիվացնել և իրեն ներգրավել ակտիվ զբաղվածության մեջ։ Սա կարևոր նախադրյալ է, որովհետև այն սոցիալական նպաստը, որը ներկայացվում է կամ նշանակվում է մարդուն, դա ժամանակային որոշակի տրամաբանություն ունի և մեր նպատակն է, մեր քաղաքականությունների նպատակն է մարդուն մղել դեպի աշխատանք, ապահովել նրան համար արժանի աշխատանք և զբաղվածություն։ Իսկ այս ամենի հիմքում, եթե մենք խորանանք, բնականաբար կրթությունն է։ Ցկյանս կրթություն, որովհետև առանց կրթությունների հնարավոր չէ ունենալ բավարար որակներ, բավարար հմտություններ, որը կբերի արժանապատիվ աշխատանք, հմտություններ, որը աշխատանքից հնարավորություն կտա անցնելու կայուն եկամտի և իհարկե կայուն եկամտից հետո ունենալ բարեկեցիկ կյանք։ Սա մեր փիլիսոփայությունն է և պետք է նշեմ, որ յուրաքանչյուր խոշոր ծրագրի համար անհրաժեշտ են պարզ հրապարակային համադրելի արդյունքային ցուցանիշներ։